Սիրտը թրթրում է անհասկանալի վախից, երբ նայում ես ջազվեին, բայց հոգիդ անասելի կարոտել է այդ անուշ բույրը, չէ՞։ 40 տարի մեզ խաբել են, ստիպելով հավատալ, որ մեր սիրելի ավանդույթը մահացու թշնամի է։ 2025 թվականի սրտաբանների նորագույն փակ զեկույցը պայթեցրել է բժշկական աշխարհը։ Պարզվում է, որ սուրճից կտրուկ հրաժարվելը ոչ թե փրկում է, այլ արագացնում է ուղեղի ծերացումն ու մոտեցնում սարսափելի դեմենցիան։ Իրական մարդասպանը ոչ թե կոֆեինն է, այլ այն մեկ ճակատագրական սխալը, որը դուք անգիտակցաբար գործում եք ամեն առավոտ, խոհանոցում կանգնած։ Մնացեք մինչև վերջ, եւ ես ձեզ կտամ անոթների պաշտպանության ճշգրիտ բանաձևը, որը թույլ կտա վերադարձնել կյանքի համը ընդամենը 3 օրում, առանց ճնշման տատանումների եւ առանց մի բուռ դեղահաբերի։ Դուք կիմանաք, թե ինչպես չեզոքացնել վտանգը պարզագույն հեղուկով եւ որն է այն թույնը գեղեցիկ տուփի մեջ, որը դանդաղ քայքայում է ձեր լյարդը, մինչ դուք կարծում եք, թե սուրճ եք խմում։ Բաժանորդագրվեք հենց հիմա, սեղմեք զանգակը եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք, թե աշխարհի որ ծայրից ենք միասին վայելելու մեր առավոտը։ Ահա 68-ամյա տիտին Անահիտը, նստած իր երևանյան բնակարանի լուր խոհանոցում։ Նրա հայացքը սառել է սեղանին դրված դեղերի տուփի վրա։ Ձեռքերը թեթևակի դողում են, իսկ սիրտը տագնապով է լցված։ Դուք էլ եք հաճախ զգում այդ նույն անորոշ, կրծող վախը։ Անահիտը հիշում է, թե ինչպես էր ընդամենը 1 տարի առաջ վայելում առավոտը։ Հիմա նա իրեն զգում է ինչպես դատապարտյալ, ում արգելել են ապրել։ Ինչու է ծերությունն այսքան դաժան գտնվել նրա հանդեպ։ Նրա մտքերը ակամատ թռչում են դեպի հեռավոր անցյալ, դեպի Արցախի լեռնային գյուղը։ Հիշում եք ձեր տատիկի տան անմահական տաք բույրը։ Անահիտի տատը, իմաստուն Նանին, ապրեց մինչև 98 տարեկան, առանց որևէ դեղահաբի։ Նա արթնանում էր արշալույսին, երբ ցողը դեռ թարմ էր խոտերի վրա։ Նրա կոշտացած, աշխատասեր ձեռքերը հավաքում էին ուրցն ու դաղձը։ Իսկ դուք երբ եք վերջին անգամ շնչել իսկական մաքուր լեռնային օդ։ Նանին ունել մի սրբազան ծես, որը կատարում էր ամեն առավոտ, բուխարու մոտ։ Նա վերցնում էր կանաչ սուրճի հատիկները եւ բովում դրանք թուջե թավայի մեջ։ Տունը լցվում էր կյանքի, ուժի եւ հանգստության բույրով։ Նա շշնջում էր հին աղոթքներ, խառնելով հատիկները փայտե գթալով։ Արդյոք մենք չենք կորցրել այդ կապը մեր արմատների եւ բնության հետ։ Նանին գիտեր, որ այդ սև հեղուկը ոչ թե թշնամի է, այլ դեղամիջոց։ Նա խմում էր այն նայելով արևին, եւ նրա աչքերը փայլում էին երիտասարդի պես։ Իսկ հիմա նայեք Անահիտին եւ ինքներդ ձեզ հայելու մեջ։ Մենք ապրում ենք տիեզերական տեխնոլոգիաների դարաշրջանում, բայց ավելի հիվանդ ենք, քան երբևէ։ Ինչու են մեր անոթները խցանվում, իսկ հիշողությունը դավաճանում։ Անահիտի բժիշկը նրան նշանակել է 5 տարբեր դեղամիջոցներ։ Դրանք արժեն նրա թոշակի կեսը եւ խոստանում են կարգավորել ճնշումը։ Բայց ամեն անգամ, երբ նա կուլ է տալիս այդ քիմիան, նրա ստամոքսը ցավում է։ Դուք էլ եք զգում այդ այրոցը եւ թուլությունը դեղերից հետո։ Եթե դուք շարունակեք կուրորեն հետևել այդ ճանապարհին, ինչ է սպասվում ձեզ վաղը։ Ձեր լյարդը կհրաժարվի աշխատել ծանրաբեռնվածությունից, իսկ երիկամները կսկսեն բողոքել։ Սա դանդաղ ինքնասպանություն է, որը քողարկված է բուժում անվան տակ։ Դեղերը միայն թաքցնում են ախտանիշները, ինչպես ներքը ժանգոտած պատը։ Նրանք չեն բուժում արմատը, նրանք ստեղծում են կախվածություն։ Արդյոք դուք ուզում եք ձեր կյանքի վերջին տարիները անցկացնել անկողմնում գանված։ Բայց հուսահատվելու կարիք չկա, քանի որ փրկությունը շատ ավելի մոտ է, քան կարծում եք։ Պատկերացրեք, որ դուք կարող եք վերադարձնել ձեր առույգությունը առանց դեղատուն գնալու։ Ժամանակակից բժշկությունը որքան էլ տարօրինակ է, սկսում է գլուխ խոնարհել մեր տատիկների առջև։ Լավագույն սրտաբանները փակ դռների հետևում գաղտնի քննարկում են հենց այն մեթոդները, որոնք կիրառում էր Նանին։ Նրանք հասկացել են, որ բնությունը ստեղծել է կատարյալ մեխանիզմներ, որոնք մենք մոռացել ենք։ Անահիտը դեռ չգիտի, բայց այսօր նրա կյանքը հիմնովին կփոխվի։ Նա պատրաստվում է բացահայտել մի գաղտնիք, որը թաղված էր դարերի փոշու տակ։ Գիտական աշխարհը ցնցված է 2025 թվականի նորագույն հետազոտություններից։ Պարզվում է, այն, ինչ մեզ արգելել են տասնամյակներով, իրականում մեր սրտի եւ ուղեղի ամենահզոր պաշտպանն է։ Հին ավանդույթները ավելի ճշգրիտ են, քան գերժամանակակից սարքավորումները։ Եվ հիմա, հենց այս պահին, մենք պատրաստվում ենք պատռել ստի վարագույրը։ Պատրաստ եք լսել ճշմարտությունը, որը կազատի ձեզ վախից եւ կվերադարձնի կյանքի համը։ Անահիտը դողացող մատներով շոշափում է դեղատան կտրոնը, որի վրա գրված թիվը գերազանցում է նրա ամսական կոմունալ վճարները։ Միթե սա է արժանապատիվ ծերության գինը։ Դեղագործական հսկաները տարեկան միլիարդավոր դոլարներ են վաստակում ձեր վախի հաշվին։ Նրանց պետք չէ, որ դուք առողջանաք, նրանց պետք է, որ դուք դառնաք հավերժական հաճախորդ։ Իսկ դուք պատրաստ եք շարունակել հարստացնել նրանց ձեր առողջության հաշվին։
Եթե այսօր չկանգնեցնեք այս շղթան, վաղը ձեր երիկամները կհրաժարվեն գործել թունավոր քիմիայի ավելցուքից։ Բայց կա մի ճշմարտություն, որը փոխում է խաղի կանոնները և վախեցնում է դեղերի արտադրողներին։ Պարզվում է, բնությունը ստեղծել է կատարյալ դեղամիջոցը հազարավոր տարիներ առաջ, որն արժե կոպեկներ։ Ինչու են ձեզ խաբել, ասելով, թե սուրճը բարձրացնում է ճնշումը, որովհետև առողջ սիրտ ունեցող թոշակառուն եկամուտ չի բերում համակարգին։ Դուք զգում եք, թե ինչպես է զայրույթը եռում ձեր ներսում։ Պատկերացրեք ձեր անոթները որպես այգու հին չորացած ջրի խողովակներ, որոնք պատրաստ են պայթել ցանկացած ճնշումից։ Ժամանակակից դեղերը պարզապես փակում են ծորակը, նվազեցնելով հոսքը, բայց չեն նորոգում խողովակը։ Սա ժամանակավոր խաբկանք է, որը տանում է դեպի անխուսափելի աղետ։ Իսկ ահա ճիշտ պատրաստված սուրճը գործում է որպես կենդանի բալասան։ Այն մտնում է ներս և փափկեցնում է այդ խողովակների պատարը, դարձնելով դրանք էլաստիկ, ինչպես երիտասարդ ուռենու ճյուղը։ Միթե դուք չեք երազում զգալ այդ թեթևությունը ձեր երակներում։ Հիշեք Հադրութի լեռներում ապրող ձեր պապին, Ալեհեր Գարեգինին, ով 90 տարեկանում ձի էր հեծնում։ Նա չգիտեր ինչ է ստատինը կամ բետա-բլոկատորը։ Ամեն առավոտ նա խմում էր թանձր, սև սուրճը եփված պղնձե ջազվեում կրակի վրա։ Նրա տանը բուրում էր բոված հատիկների և չորացրած թզի անուշ հոտը։ Ինչու նա ինսուլտ չստացավ, չնայած ամեն օր խմում էր այդ արգելված հեղուկը։ Նա ապրում էր բնության օրենքներով, իսկ մենք դարձել ենք մարքեթինգի զոհ։ Եթե շարունակեք անտեսել նախնիների իմաստությունը, դուք կկորցնեք ձեր հիշողությունը, դառնալով բեռ ձեր երեխաների համար։ Բայց հիմա գիտությունը ստիպված է խոստովանել պարտությունը։ 2024 թվականին Ցյուրիխի համալսարանի գիտնականները հրապարակեցին մի զեկույց, որը փորձեցին արագ լռեցնել։ Պրոֆեսոր Արմեն Ավագյանը, հայազգի հանճարեղ սրտաբանը, ով աշխատում է Շվեյցարիայում, ռիսկի դիմեց, բացահայտելով ճշմարտությունը։ Նա ապացուցեց, որ սուրճի հատիկի մեջ կա մի նյութ՝ քլորոգենաթու, որը մաքրում է անոթները խոլեստերինից ավելի լավ, քան ամենաթանկ դեղահաբը։ Դուք լսում եք սա։ Սովորական սուրճը կարող է փրկել ձեզ վիրահատական սեղանից։ Անահիտը հիմա նայում է իր հին ջազվեին, որը դրված է դարակի ամենավերևում, փոշու մեջ կորած։ Միթե փրկությունը միշտ եղել է նրա քթի տակ։ Դոկտոր Ավագյանի պացիենտները, ովքեր գաղտնի անցել են այս մեթոդին, 3 ամսում կարգավորել են ճնշումը։ Նրանք դեն են նետել դեղերը և սկսել են նորից ժպտալ։ Իսկ դուք երբ եք վերջին անգամ ժպտացել առանց ցավի։ Սա դետեկտիվ պատմություն չէ, սա ձեր կյանքն է։ Դեղագործները կորցնում են միլիոններ յուրաքանչյուր առողջացած մարդու հետ։ Նրանք ուզում են, որ դուք վախենաք սուրճի բաժակից, ինչպես կրակից։ Բայց իրական կրակը այն բորբոքումն է, որը հիմա ուտում է ձեր անոթները ներսից։ Մի հապաղեք, որովհետև ժամանակը ձեր դեմ է աշխատում։ Հաջորդ րոպեներին մենք կսովորենք, թե ինչպես ճիշտ օգտագործել այս հզոր զենքը առանց վնասելու մեզ։ Պատրաստ եք վերցնել ձեր առողջության ղեկը ձեր ձեռքը։ Անահիտը կանգնած է գազօջախի մոտ, ձեռքին իր հին պղնձե ջազվեն։ Նա գիտի, որ մեկ սխալ շարժումը դեղը կդարձնի թույն։ Դուք գիտեք, որ եռման ջերմաստիճանը սպանում է սուրճի բուժիչ յուղերը։ Եթե սուրճը եռա ու թափվի, այն դառնում է քաղցկեղացի նյութ։ Առանց ճիշտ տեխնիկայի դուք այրում եք ձեր ստամորսի նուրբ պատերը։ Առաջին կանոնը՝ երբեք մի գնեք փակ տուփերով աղացած սուրճ սուպերմարկետից։ Դրանց մեջ հաճախ խառնում են էժանագին ցորեն կամ կաղին։ Իսկ դուք վստահ եք, որ մաքուր սուրճ եք խմում։ Գնացեք շուկա, որտեղ ձեր աչքի առաջ են բովում հատիկները։ Փնտրեք արաբիկա տեսակի հատիկներ, որոնք ունեն փայլուն յուղոտ մակերես։ Եթե հատիկը չոր է և անփայլ, ուրեմն այն մեռած է։ Մեռած հատիկը խցանում է ձեր լյարդը տոքսիններով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խանութի սուրճերի 60%-ը պարունակում է բորբոսասնկեր։ Այդ անտեսանելի թշնամիները դանդաղ քայքայում են ձեր իմունային համակարգը։ Անահիտը ընտրում է միջին բովվածքի հատիկներ, որոնք բուրում են շոկոլադով։ Նա խնդրում է աղալ այն հենց տեղում, փոշու նման մանր։ Խոշոր աղացած սուրճը չի տալիս իր օգտակար նյութերը ջրին։ Հիմա ուշադիր լսեք բաղադրատոմսը, որը փրկել է հազարավոր կյանքեր։ Լցրեք ջազվեի մեջ 70 մլի սառը մաքուր ջուր։ Երբեք մի օգտագործեք գոլ կամ տաք ջուր։ Ավելացրեք 1 լիքը թեյի գթած թարմ աղացած սուրճ։ Մի խառնեք այն անմիջապես, թողեք սուրճը ինքնուրույն սուզվի։ Դուք զգով եք, թե ինչպես է ջուրը գրկում փոշին։ Դրեք ջազվեն ամենաթույլ կրակի վրա և սպասեք համբերատար։ Շտապողականությունը ձեր սրտի թշնամին է այս գործընթացում։ Երբ տեսնեք, որ եզրերին հայտնվում է բաց գույնի փրփուրը, վերցրեք կրակից։ Մի թողեք, որ փրփուրը պատռվի և սուրճը եռա։
Այդ փրփուրը վահան է, որը պահում է հակաօքսիդանտները ներսում։ Եթե փրփուր չկա, դուք խմում եք պարզապես սև դառը ջուր։ Ահա ամենակարևոր պահը, որը շատերը անտեսում են եւ տուժում։ Սուրճը խմելուց ուղիղ 20 րոպե անց պետք է խմել 200 մլ ջուր։ Ոչ շուտ, ոչ ուշ, այլ ճիշտ 20 րոպե անց։ Ինչու է այս ժամանակային ընդմիջումը այդքան ճակատագրական։ Առաջին 20 րոպեին կոֆեինը լայնացնում է ուղեղի անոթները, բայց հետո այն սկսում է ջրազրկել օրգանիզմը եւ խտացնել արյունը։ Եթե ջուր չխմեք, ձեր երիկամները կսկսեն քարեր կուտակել։ Պատմեմ ձեզ 67-ամյա Սուրենի մասին, ով ապրում էր Գյումրիում։ Նա ուներ իշեմիկ հիվանդություն եւ ծախսել էր 2 միլիոն դրամ դեղերի վրա։ Բժիշկները նրան արգելել էին սուրճը եւ նա ընկել էր դեպրեսիայի մեջ։ Սուրենը հազիվ էր շնչում, նրա ոտքերը ուռչում էին երեկոյան։ Մի օր նա որոշեց փորձել այս մեթոդը, հուսահատությունից դրդված։ Առաջին օրը նա վախով խմեց 1 փոքր բաժակ, հետևելով ջրի կանոնին։ Նա սպասում էր, որ սիրտը կսկսի թրթռալ, բայց դա չեղավ։ 1 ժամ անց նա զգաց տարօրինակ պայծառություն գլխում։ 1 շաբաթ անց նրա առավոտյան ճնշումը իջավ մինչև 130 թառավ 80։ Դուք պատկերացնում եք նրա զարմանքն ու ուրախությունը։ 1 ամիս անց Սուրենը գնաց իր սրտաբանի մոտ ստուգման։ Բժիշկը նայեց անալիզներին եւ չհավատաց իր աչքերին։ Խոլեստերինի մակարդակը նվազել էր, իսկ արյունը դարձել էր ավելի ջրիկ։ Սուրենը հիմա ամեն առավոտ քայլում է այգում եւ խաղում թոռների հետ։ Նա խնայեց իր թոշակը եւ վերադարձրեց իր կյանքի ուրախությունը։ Իսկ դուք չեք ուզում լինել Սուրենի տեղում։ Բայց զգուշ եղեք, սա դեռ ամբողջական հաղթանակը չէ։ Կա մի գաղտնի բաղադրիչ, որը Սուրենը ավելացրեց 2-րդ ամսում։ Այդ բաղադրիչը տասնապատկում է սուրճի ազդեցությունը ուղեղի վրա։ Առանց դրա դուք ստանում եք օգուտի միայն կեսը։ Հաջորդիվ մենք կբացահայտենք այդ հրաշք համեմունքի գաղտնիքը։ Անահիտը պահարանից հանում է մի փոքրիկ մոռացված տուփ։ Նա պատրաստվում է անել մի բան, որը գիտեն միայն հին դեղագործները։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ սուրճը միայնակ թերի է։ Այն պետք է ամուսնացնել համեմունքի հետ, որպեսզի դառնա դեղ։ Դուք ունեք տանը կանաչ հիլ, կարդամոն։ Եթե սուրճը խմեք առանց հիլի, կոֆեինը հարվածում է նյարդային համակարգին մուրճի պես։ Դա առաջացնում է անհարկի սրտխփոց եւ դող։ Ձեր մակերիքամները սպառվում են, արտադրելով սթրեսի հորմոններ։ Բայց 1 հատիկ ճզմած հիլը չեզոքացնում է այդ վտանգը։ Այն պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը այրվածքներից։ Ահա մի ճշմարտություն, որը բժիշկները ժամանակ չունեն ձեզ բացատրելու։ Երբեք, լսում եք, երբեք մի խմեք սուրճը արթնանալուց անմիջապես հետո։ Ժամը 7-ին ձեր արյան մեջ կորտիզոլը, սթրեսի հորմոնը, գագաթնակետին է։ Եթե այդ պահին սուրճ խմեք, դուք պայթյուն եք առաջացնում անոթներում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առավոտյան ինֆարկտների 55%-ը տեղի է ունենում այս սխալի պատճառով։ Սպասեք ուղիղ 90 րոպե արթնանալուց հետո, թող ձեր մարմինը արթնանա բնական ճանապարհով։ Անահիտը հիմա սուրճը խմում է ժամը կեսին։ Դուք կզգաք, թե ինչպես է էներգիան գալիս ալիքի պես, ոչ թե հարվածի։ Առանց այս կանոնի դուք պարզապես մտրակում եք հոգնած ձիուն։ Հիմա փակեք աչքերը եւ կատարեք այս շնչառական վարժությունը։ Սա օգտագործում են միայն ամենափորձառու նյարդաբանները։ Բաժակը մոտեցրեք քթին եւ խորը շնչեք բույրը 4 վայրկյան։ Պահեք շունչը 7 վայրկյան, ապա արտաշնչեք 8 վայրկյանում։ Կրկնեք սա 3 անգամ, նախքան առաջին կումը։ Ինչու է սա կենսականորեն անհրաժեշտ։ Այս բույրը ազդանշան է ուղարկում ուղեղին բացել անոթները։ Եթե խմեք առանց նախապատրաստվելու, ստամոքսը կծկվում է վախից։ Ձեր մարսողությունը կանգ է առնում եւ սնունդը սկսում է նեխել աղիներում։ Շնչառությունը հանգստացնում է թափառող նյարդը եւ իջեցնում ճնշումը։ Պատմեմ ձեզ 70-ամյա Վարդանի մասին աշտարակից։ Նա ուներ շագանակագերձի խնդիրներ եւ քրոնիկ հոգնածություն։ Նա ծախսել էր իր վերջին խնայողությունները գովազդվող հավելումների վրա։ Վարդանը հուսահատ նստում էր պատշգամբում նայելով Արարատին։ Նա մտածում էր, որ իր կյանքը ավարտված է։ Նրա ձեռքերը դողում էին եւ նա ամաչում էր հյուր ընդունել։ Մի ծեր բժիշկ նրան սովորեցրեց կիտրոնի գաղտնիքը։ Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ սուրճի մեջ փոխում է ամեն ինչ։ Այն թթվային ըմպելիքը դարձնում է հիմնային։ Քաղցկեղի բջիջները չեն կարողանում ապրել հիմնային միջավայրում։ Վարդանը սկսեց խմել սուրճը կիտրոնով եւ հիլով։ 2 շաբաթ անց նրա գիշերային այցելությունները զուգարան կրճատվեցին։ Նրա դեմքի մաշկը մաքրվեց եւ աչքերի փայլը վերադարձավ։ Հիմա Վարդանը ամեն առավոտ աշխատում է իր այգում։ Նա իրեն զգում է 50 տարեկան տղամարդու պես։ Դուք չեք ուզում զգալ այդ նույն վերածնունդը։ Եվս մեկ նրբություն կապված լուսնի փուլերի հետ։ Երբ լուսինը նվազում է, սուրճը աշխատում է որպես հզոր դետոքս։ Այդ օրերին ավելացրեք մի պտղունց դարչին։ Դարչինը մաքրում է արյունը շաքարից։
Եթե անտեսեք բնության ռիթմերը, դուք լողում եք հոսանքին հակառակ։ Անահիտը հիմա գիտի, սուրճը պարզապես ըմպելիք չէ, դա բարդ քիմիական լաբորատորիա է իր խոհանոցում։ Նա վերահսկում է իր առողջությունը գիտելիքի ուժով, բայց կա մի խումբ մարդիկ, ում համար այս ամենը խիստ արգելված է։ Արդյոք դուք այդ ռիսկային խմբում եք։ Հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ում է սուրճը կարող է սպանել։ Անահիտը դանդաղ դնում է սուրճի բաժակը սեղանին։ Նրա դեմքից անհետացել է ժպիտը, մնացել է միայն զգոնությունը։ Ես այստեղ չեմ ձեզ քաղցր ստեր պատմելու համար։ Սուրճը հզոր զենք է եւ անզգույշ ձեռքերում այն կրակում է տիրոջ վրա։ Դուք ունեք քաչքի բարձր ճնշում, գլաուկոմա։ Եթե այո, ապա հենց հիմա թափեք այդ սուրճը լվացարանը։ Կոֆեինը բարձրացնում է ներակնային ճնշումը վայրկյանապես։ Դուք ռիսկի եք դիմում կուրանալ ընդմիշտ, վնասելով տեսողական նյարդը։ Ձեր հասակակիցների 12%-ը կորցնում է տեսողությունը հենց այս անտեսված պատճառով։ Միթե մեկ բաժակ հաճույքը արժե ձեր աչքի լույսը։ Ուշադիր նայեք ձեր դեղաթուփին հենց հիմա։ Դուք ընդունում եք վահանաձև գեղձի դեղեր, լևոթիրոքսին։ Սուրճը արգելափակում է այդ դեղի յուրացումը 50%-ով։ Ձեր մարմինը սովամահ է լինում, չստանալով անհրաժեշտ հորմոնները։ Դուք կսկսեք գիրանալ, մազերը կթափվեն եւ սիրտը կթուլանա։ Սպասեք առնվազն 4 ժամ դեղը խմելուց հետո։ Սա խորհուրդ չէ, սա հրաման է ձեր օրգանիզմի կողմից։ Իսկ դուք խմում եք ասպիրին կամ այլ արյունը ջրիկացնողներ։ Երբեք մի խմեք դրանք սուրճով։ Դա նման է ստամոքսի մեջ թթվային ռումբ պայթեցնելուն։ Հիշեք Դիլիջանից Գևորգի տխուր պատմությունը։ Նա կարծում էր, թե իր սիրտը երկաթից է։ Նա խմեց իր առավոտյան սրտի դեղերը թունդ սուրճով։ 2 ժամ անց նա ուշագնաց եղավ ներքին արյունահոսությունից։ Շտապօգնությունը հազիվ հասցրեց փրկել նրան մահվան ճիրաններից։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տնային մահերի 15%-ը սխալ դեղորայքային համադրության արդյունք է։ Մի դարձեք հերթական թիվը այդ սև ցուցակում։ Անահիտը հիմա գրում է իր ճնշումը հատուկ տետրի մեջ։ Դուք պարտավոր եք վարել բարեկեցության օրագիր։ Գրեք 3 թիվ. ճնշում, զարկերակ, քնի որակ։ Եթե տեսնում եք, որ զարկերակը անցնում է 90-ը, կանգ առեք։ Ձեր սիրտը հոգնել է եւ հանգիստ է պահանջում։ Առանց այս վերահսկողության դուք մեքենա եք վարում փակ աչքերով, իսկ դուք գիտեք, թե ուր է տանում այդ ճանապարհը։ Եթե դուք ունեք սրտի առիթմիա, շողացող առիթմիա, սուրճը ձեր թիվ 1 թշնամին է։ Այն խառնում է սրտի էլեկտրական ազդակները։ Դուք կարող եք ստանալ սրտի կանգ հենց ձեր բազկաթորին նստած։ Փոխարինեք այն եղերդակի, ցիկորիով։ Դա անվտանգ է եւ օգտակար։ Միշտ ապեք խմել ամբողջ բաժակը վաղը։ Սկսեք 3 կումից։ Լսեք ձեր մարմնի ձայնը, ոչ թե հարևանի խորհուրդը։ Եթե գլուխը պտտվում է, դա նշանակում է անոթները սպազմի մեջ են։ Դադարեցրեք անմիջապես եւ խմեք 2 բաժակ ջուր։ Ձեր մարմինը պահանջում է 21 օր նոր ռեժիմին հարմարվելու համար։ Մի ստիպեք նրան վազել, երբ նա դեռ սովորում է քայլել։ Անահիտը հասկացավ, որ առողջությունը կարգապահություն է, ոչ թե հրաշք։ Նա ընտրեց կյանքը, ոչ թե ակնթարթային հաճույքը։ Իսկ դուք պատրաստ եք ստանձնել այդ պատասխանատվությունը։ Հիմա, երբ դուք գիտեք վտանգները, մենք կարող ենք առաջ շարժվել։ Սուրճը միայն սկիզբն է։ Կա մի ամբողջ կենսակերպ, որը մեր նախնիները պահպանում էին։ Առանց դրա սուրճը կորցնում է իր ուժի կեսը։ Եկեք խոսենք հայկական երկարակեցության իրական գաղտնիքների մասին։ Անահիտը քայլում է գումի շուկայի գունեղ շարքերով։ Նա հասկացավ, որ սուրճը ընդամենը բանալին է, ոչ թե շարժիչը։ Դուք չեք կարող վարել մեքենան լցնելով այն կեղտոտ վառելիքով, չէ։ Եթե դուք շարունակեք ուտել երշիկ եւ սպիտակ հաց, սուրճը անզոր կլինի։ Ամեն մի պատառ շաքարը միկրոսկոպիկ ճեղքեր է բացում ձեր անոթներում։ Ձեր հասակակիցների 60%-ը մահանում է ոչ թե ծերությունից, այլ սխալ սննդից։ Նայեք ձեր ոտքերի տակ, հայկական հողի վրա։ Դուք տեսնում եք այն մոլախոտը, որը կոչվում է դանդուր։ Դա աշխարհի ամենահարուստ օմեգա 3 աղբյուրն է, որը դուք դեն եք նետում։ Առանց օմեգա 3-ի ձեր ուղեղը չորանում է ընկույզի պես։ Վերցրեք 1 փունջ թարմ դանդուր եւ մանր կտրատեք։ Խառնեք այն 2 պճեղ ճզմած սխտորի եւ գյուղական մածունի հետ։ Ավելացրեք 1 գդալ կտավատի ձեթ։ Սա ոչ թե աղցան է, այլ անոթների վերականգնման շաղախ։ Կերեք սա ամեն օր ճաշին հացի փոխարեն։ Դուք կզգաք, թե ինչպես է հիշողությունը վերադառնում 1 շաբաթից։ Անահիտը նախկինում ժամերով նստում էր բազմոցին, սերիալներ նայելով։ Հիմա նա գիտի, որ նստակյաց կյանքը հավասար է ծխելուն։ Յուրաքանչյուր ժամ անշարժությունը խլում է ձեր կյանքից 22 րոպե։ Ձեր ավշային համակարգը կանգ է առնում եւ թույները մնում են մարմնում։ Ամեն առավոտ սուրճ խմելուց առաջ կատարեք արագիլի քայլք։ Բարձրացրեք ծնկները հնարավորինս վեր եւ քայլեք տեղում 5 րոպե։ Դուք զգոմում եք, թե ինչպես է արյունը հոսում դեպի ոտքերը, սա արթնացնում է նյութափոխանակությունը ավելի լավ, քան ցանկացած դեղահապ։
առանց շարժման ձեր հոդերը կժանգոտեն եւ կքարանան։ Եթե դուք սուրճ եք խմում, մտածելով վատ հարևանի մասին, դուք թույն եք խմում։ Ստրեսը սուրճի հակաօքսիդանտները դարձնում է թթվային ռումբ։ Ձեր մարմինը արտադրում է կորտիզոլ, որը քայքայում է ոսկորները։ Դուք ուզում եք կոտրել ազդրի վզիկը առաջին իսկ ընկնելուց։ Սովորեք շնչել որովայնով, խորը եւ դանդաղ։ Դա իջեցնում է ճնշումը րոպեների ընթացքում։ Հիշեք Լևոնի պատմությունը Դիլիջանից, ով 110 կիլոգրամ էր։ Նա հազիվ էր շնչում եւ ուներ շաքարային դիաբետ։ Բժիշկները նրան տվել էին 5 տարվա կյանք։ Լևոնը որոշեց փոխել ամեն ինչ՝ սնունդը, ռեժիմը, մտքերը։ Նա սկսեց արթնանալ ժամը 7-ին եւ քայլել անտառում։ Նա հրաժարվեց սպիտակ հացից եւ սկսեց ուտել ավելուկով ապուր։ 6 ամիս անց նա նիհարեց 20 կիլոգրամով։ Նրա շաքարը կարգավորվեց եւ նա դեն նետեց ինսուլինը։ Հիմա Լևոնը սովորեցնում է իր թոռանը ֆուտբոլ խաղալ։ Նա հասկացավ, որ ծերությունը ախտորոշում չէ, այլ ընտրություն։ Քնեք ժամը 22:00-ին, քանի որ մելատոնինը վերականգնում է սիրտը միայն գիշերը։ Եթե ուշ քնեք, ձեր սիրտը կծերանա տասնապատիկ արագ։ Անահիտը հիմա նայում է իր զամբյուղին, լի կանաչեղենով եւ մրգերով։ Նա իրեն զգում է ոչ թե ծեր կին, այլ իմաստուն տանտիկին։ Նա վերահսկում է իր ճակատագիրը։ Բայց մնացել է վերջին հարցը. ինչու ենք մենք ուզում երկար ապրել։ Որն է մեր առաքելությունը այս նոր առողջ մարմնում։ Անահիտը կանգնած է բաց պատշգամբում, դեմքով դեպի արևը։ Նրա ձեռքում գոլորշիացող սուրճի բաժակն է, իսկ աչքերում հաղթանակի կրակը։ Այսօր դուք կանգնած եք ճակատագրական երկընտրանքի առաջ։ Որ ճանապարհն եք ընտրում՝ զոհի, թե հաղթողի։ Եթե հիմա փակեք այս տեսանյութը եւ ոչինչ չանեք, դուք ստորագրում եք ձեր դատավճիռը։ Պատկերացրեք ձեր կյանքը 6 ամիս անց, եթե շարունակեք նույն ձևով։ Դուք պարկած եք անկողմում, անկարող եք ինքնուրույն ջուր խմել։ Ձեր երեխաները հոգնել են, իսկ դուք զգում եք ձեզ որպես ծանր բեռ։ Վիճակագրությունը դաժան է։ Անգործության յուրաքանչյուր ամիսը մեծացնում է կաթվածի ռիսկը 15%-ով։ Միթե դուք ուզում եք ավարտել ձեր կյանքը լռության եւ ցավի մեջ։ Բայց կա երկրորդ սցենարը, որը ընտրեց Անահիտը։ Մեկ շաբաթ անց նա կարթնանա առանց գլխացավի եւ ծանրության։ Մեկ ամիս անց նա կնետի իր ձեռնափայտը եւ կքայլի ուղիղ մեջքով։ Նրա միտքը կլինի պայծառ, ինչպես լեռնային աղբյուրը։ Դուք չեք երազում վերադարձնել ձեր երիտասարդության եռանդը։ Անահիտը հիշում է իրեն ընդամենը 3, վախեցած, կորացած, հուսահատ։ Հիմա նա զգում է, թե ինչպես է արյունը հոսում երակներով, մաքուր եւ ազատ։ Նա այլևս չի վախենում սուրճից, նա դարձրել է այն իր դաշնակիցը։ Նա գիտի, որ առողջությունը նվեր չէ, այլ ամենօրյա աշխատանք։ Եթե դուք հապաղեք եւս մեկ օր, ձեր անոթները կկորցնեն վերականգնվելու վերջին շանսը։ Յուրաքանչյուր ժամը, որ դուք անցկացնում եք վախի մեջ, խլում է ձեր թոռների հետ անցկացրած ժամանակը։ Մի թողեք, որ հիվանդությունը գողանա ձեր հիշողությունները։ Անահիտը որոշեց, որ իր թոռան հարսանիքին պարելու է, ոչ թե նստելու անկյունում։ Նայեք Անահիտին, նա այլևս ծեր կին չէ, նա ընտանիքի սյունն է։ Նրա խոսքը նորից կշիռ ունի, նրա խորհուրդները լսում են։ Երբ դուք առողջ եք, դուք հարգանք եք ներշնչում բոլորին։ Ձեր երեխաները կնայեն ձեզ հիացմունքով, ոչ թե խղճահարությամբ։ Դուք դառնում եք օրինակ, որին ուզում են հետևել։ Սա պարզապես սուրճ խմելու մասին չէ, սա ինքնասիրության մասին է։ Ձեր մարմինը տաճար է, որը տրված է ձեզ բնության կողմից։ Մի լցրեք այն աղբով եւ մի թունավորեք վախով։ Շնորհակալ եղեք մեր նախնիներին, ովքեր պահպանել են այս իմաստությունը դարերով։ Ժամանակակից գիտությունը միայն հաստատեց այն, ինչ հայը գիտեր ի ծնե։ Անահիտը խմում է վերջին կումը եւ ժպտում։ Նա գիտի, որ հաղթել է ամենակարևոր պատերազմը սեփական թուլության դեմ։ Հիմա հերթը ձերն է։ Մի պահեք այս գիտելիքը միայն ձեզ համար, դա եսասիրություն կլինի։ Կիսվեք այս տեսանյութով ձեր քրոջ, եղբոր, հարևանի հետ։ Գրեք մեկնաբանություններում. ես ընտրում եմ կյանքը։ Թող դա լինի ձեր առաջին քայլը դեպի նոր իրականություն։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև մենք դեռ շատ գաղտնիքներ ունենք բացահայտելու։ Միասին մենք կարող ենք ստեղծել առողջ եւ երկարակյաց հայերի սերունդ։ Վեր կացեք հենց հիմա, գնացեք խոհանոց եւ պատրաստեք ձեր կյանքի էլիքսիրը։ Մի սպասեք երկուշաբթի օրվան, սկսեք այսօր, հենց այս վայրկյանին։ Ձեր սիրտը սպասում է ձեր օգնությանը։ Գնացեք եւ ապրեք այնպես, ինչպես արժանի եք։ Կհանդիպենք առողջության բարձունքում։